Բազմազավակ ընտանիքներ, միայնակ մայրեր, բռնի տեղահանվածներ, 18 ընտանիք Գորիսում բնակարանամուտ տոնեց։ Շինարարական նոր լուծումներով պետական ենթակայության շենքը հիմնովին վերանորոգելու եւ կահավորելու համար ներդրվել է 200 միլիոն դրամ։ Ծրագիրը կյանքի է կոչվել համայնքի եւ միջազգային կազմակերպությունների համագործակցության շնորհիվ։ 2020 թվականից տեղահանված եւ Գորիսում բնակություն հաստատած Վարդիթերը երկար է սպասել այսօրվան։ Չեք պատկերացնում ինչ անհամբերությամբ էի սպասում այս բնակարանը ստանալու համար, թող լինի խաղաղություն։ Երբ որ մենք ապրենք խաղաղ երկնքի տակ, այս բնակարանը մենք կվայելենք հավիտյան, ուր հավիտյան։ Բնակարանները մարդկանց համար լավ կենսապայմաններ ապահովելու համար ունեն անհրաժեշտ կահույքն ու տեխնիկան։ Նմանատիպ շուրջ 60 բնակարանների բանալիներ արդեն հանձնվել են տերերին եւ մեղմացրել նրանց հոգսը։ Համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի խոսքով այս նախաձեռնությունը շարունակական կլինի եւ բազում ընտանիքներ տանիք կունենան։ Մեզանում շատերը ճոխ գեղեցիկ կյանքով են ապրում, ես ուրախ եմ եւ հպարտ եմ եւ ցանկանում եմ, որ բոլորը այդպես ապրեն, բայց նաեւ մենք չպետք է մոռանանք, որ ամեն մեկս, ամեն մի հայ, ով ունի հնարավորություն Աստծո կողմից, պետք է գոնե մեկ ընտանիքի կարողանա կյանքի որակ փոխել, եւ մեր տրամաբանության մեջ էսեն եղել, որ Գորիսում պետք է չլինեն տնակներում բնակվող մարդիկ եւ մենք ամեն գնով հասնելու ենք դրան։ Մարդկանց զբաղվածությունը հիմնականում ապահովված է, աշխատատեղերի խնդիր համայնքում գրեթե չկա, վստահեցնում է Արուշանյանը եւ առանձնացնում մի քանի փաստ։ Գյուղեր տանող ճանապարհներ են վերանորոգվում ազգային կառավարման նախարարության կողմից։ Այսինքն բոլոր կամպանիաները, այստեղ շինարարական բոլոր կամպանիաները այս պահին գործուն են։ Դրանից բացի նոր արտադրություններ են հիմնվում։ Մենք շեշտը դրել ենք գյուղատնտեսության վրա, ոչ թե միայն մեր շեշտը զբոսաշրջությունն է այս պահին Գորիսում, նաեւ տեղում արտադրությունների վրա ենք դրել եւ կան արդյունքներ։ Տեղական ապրանք արտադրությունները գյուղատնտեսական բրենդավորում են եւ փորձում ենք դա շուկա անել եւ համայնքն է նաեւ այդ իր ռեսուրսը ներդնում, որպեսզի ել ավելի շատ պրոպագանդվի եւ ինչ որ արդյունքի հասնեն մեր տեղացիները։ Գորիսը մարզի ամենաակտիվ համայնքն է բնակարանաշինական ծրագրերին դիմելու առումով։ Այստեղ նույնպես կարողանում են կայուն զարգացում ապահովել, նշում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այսքան ծանր վիճակում հայտնված Գորիսը կարողանում է այսպիսի օրեր նշել եւ տեսնում եք, որ ամեն օրը փոխվում է Գորիսում։ Շատ կարեւոր է, որ համայնքը ինքնուրույն իր հույսը դնի իր ուժերի վրա։ Եվ այս մասով Գորիսը իհարկե փայլում հաջողություններով։ Ընտանիքներին բնակարանով ապահովելուց հետո համայնքը կզբաղվի նրանց աշխատանքային զբաղվածության հարցը լուծելով։